Հերթական ընտրակաշառք տվողներն են ձերբակալվել, այս անգամ իմաստուն Գագիկ Ծառուկյանի թիմակիցները, էլի ֆանտաստիկ ձայնագրություն է հրապարակել հակակոռուպցիոնը, որտեղ այս ընտրակաշառատու տասով շիկության մի աստիճան ռանգով ներքևը այն մեծից, որ փողը վերցնում, ասում է, բայց մի տեսակ փշերի վրա եմ, այս զապիս մապիսից ու մեկա վերցնում է փողը, տղերք, որ ուզում եք եղեք, ուզում եք լուսնի վրա եղեք, Հայաստանի իրավապահ մարմինները ձեզ լսում են, բոլորիդ անխտիր լսում են, միշտ լսում են, ուր ուզում եք դուք եղեք, ձեզ լսում են, ձեզ նկարում են, այդ ամեն ինչը իմացվելու է, բոլորդ բռնվելու եք ու գնաք բանտի ծակ, էդ է տեղի ունենալու, ձեզ հետ իդեպ ընտրակաշառք վերցնողները եւս դատվելու են ու դրա դեպքերը արդեն բազմաթիվ են, բոլորն անխտիր, ձեզ պետք է Չեմ հասկանում անկեղծ, գնալու եք 7 տարի, 9 տարի բանտում փտեք, ինչի համար, ում համար։ Ռուսաստանից ընտրակաշառք վերցրած եւ այստեղ ընտրությունների համար եկողները արդեն ձերբակալվում են, 3 հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարեց, որ մեկը արդեն ձերբակալվել է նման եւ մոտակա 7 տարիները, 7 հրաշալի տարիները կանցկացնի բանտում։ Երբ որ մենք ասում ենք, որ բոլոր ընտրակաշառք վերցրածները Ռուսաստանում, երբ որ կան միանգամից ձերբակալվում էին, ձերբակալվելու են, ընդդիմադիրները ասում են, սպառնում եք, բան չգիտեմ, ես ինչ եք խոսում, ոնց եք իմանալու եւ այլն։ Մենք էլ ասում ենք, լավ էլ իմանալու ենք եւ գիտենք։ Մենք գիտենք բոլոր նրանց, ովքեր Ռուսաստանում ընտրակաշառք են բաժանում։ Մենք գիտենք, մեր մոտ են բոլոր այն ցուցակները, որոնցով ընտրակաշառք են բաժանում եւ բոլորին անխտիր սպասվում է հրաշալի ժամանակ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում, որտեղ մենք նրանց բռնի կերպով կսովորացնենք, թե ինչ է հայրենասիրությունը, թե եւ թե ինչու պետք չէ դուրս գալ սեփական պետության դեմ։ Կրկնում եմ, բոլոր ընտրակաշառք վերցրածները Ռուսաստանում գալու են եւ միանգամից ձերբակալվելու են։ Իսկ բոլոր այն նորմալ սովորական քաղաքացիները, որոնք ուզում են գան եւ ընտրության մասնակցեն, ողջունում ենք եւ հյուրընկալությամբ սպասում ենք հայրենիքում։ Եվ այսպես հակակոռուպցիոն կոմիտեն հրապարակեց, որ ձերբակալվել է ընտրակաշառք վերցրած անձը, ով եկել էր Ռուսաստանից։ Հիշեցնեմ, որ ընտրակաշառք վերցնելը սպառնում է մինչև 7 տարվա ազատազրկմամբ։ Եկեք մի պահ պատկերացնենք, որ ինչ-որ մեկը վերցել է 100,000 դրամ ընտրակաշառք, բռնվել է եւ ասենք դատվում է 5 տարվա ազատազրկմամբ։ Սա լինում է օրը 50 դրամ։ Լավ, օրը 50 դրամով կարելի է վաճառել սեփական կյանքը։ Օրը 50 դրամով կարելի է վաճառել սեփական կյանքի ժամանակը։ Օրը 50 դրամի համար կարելի է գնալ մեկուսարան եւ զրկվել սեփական ընտանիքի հարազատների, սեփական ազատությունը վայելելու հնարավորությունից։ Դեռ մի կողմ, որ օրը 50 դրամով ոչ մի կերպ չի կարելի վաճառել սեփական պետության ապագան, սեփական ձայնը, բայց օրը 50 դրամով ո՞նց կարելի է վաճառել սեփական կյանքի ժամանակը, թանկագին, անվերադարձ։ Սիրելի հայրենակիցներ, մի վերցրեք ընտրակաշառքը, հավատարիմ եղեք ինքներդ ձեզ եւ ձեր կյանքին, ձեր թանկագին կյանքը երբեք մի տվեք ընտրակաշառատու սրիկաներին, որոնք որ թքած ունեն բոլորի վրա։ Գնացեք ընտրության եւ տեր կանգնեք խաղաղությանը, իսկ բոլոր ընտրակաշառք տվողները եւ վերցնողները պատժվելու են եւ իրենց թանկագին կյանքի ժամանակը վաճառելու են 50 դրամով, 20 դրամով, 30 դրամով, 10 դրամով եւ այսպես շարունակ։ Բարելույս բարեկամներ, մինչև վազելու գնալս ձեզ հետ որոշեցի կիսվել մի տեղեկատվության, որը ձեզ շատ է պետք գալու ընտրություններին որոշում կայացնելիս, եկեք նայենք այս տեսահոլովակը։ Բարև ձեր ինչ էր։ Խաչը բերել եք։ Հա։ Շատ շոքա։ Շաբաթ կիրակի չգնամ Սելան։ Հիմա բոլոր տեղերն արդեն զբաղված կլինեն։ Զանգի Շորժա հյուրանոց ռեզերվ անեմ։ Salam, Şorja Spa otel kompleksinden ben Aynur, hoş geldiniz. Աչքի Շորժան իրոք զբաղված է։ Ուրեմն սա պատիվ ունեմ կոչվող դաշինքի, որը ըստ էության Սերժ Սարգսյանի գլխավորած նույն հանրապետական կուսակցությունն է նախընտրական տեսանյութերից է 2021 թվականի ընտրություններին, որը ահաբեկում էր մեր ժողովրդին հետևել տրամաբանության, որ եթե ընտրվի քաղաքացիական պայմանագիրը ազգային ժողովում մեծամասնություն կազմի, ապա Հայաստանը բնակեցվելու է ադրբեջանցիներով, հայերը դառնալու են փոքրամասնություն, ինչ որ նամազներ են կարդալու, բոլոր տեղերում ադրբեջաներեն են խոսելու, ինչը ինչպես տեսնում եք տեղի չի ունեցել եւ չի տեղի ունենալ եւ չէր կարող տեղի ունենալ, բայց գործելավոճը Թույլիկ Հայաստան կուսակցության, որը իրենց ուժեղ են համարում, լրիվ նույնն է, ամբողջությամբ տեղեկատվական տերրոր, անհեթեթ 300,000 ադրբեջանցիների թեզ,
ահաբեկում մեր քաղաքացիների, որպեսզի նրանք ահաբեկված նախ ապա կողմնորոշվեն ոչ էլ ուզենան ընդհանրապես գնալ ընտրությունների կամ էլ ընտրեն իրենց, որտեղ իրենք իբր թե պայքարում են ինչ-որ հիպոթետիկ 300,000 ադրբեջանցիների դեմ։ Լավ, եթե նույնիսկ այդպիսի պլաններ կար, ում ենք սպասում այս 5 տարի։ Ձեզ սպասում ենք, որ նրանք գան փրկեն հայ ժողովրդին, մենք էլ տենց բան ընտրություններից է կախված իրանց բերելը։ Ինչքան կարելի է անհեթեթ լինել եւ վերաբերվել մեր ժողովրդին որպես իրանց նման անհեթեթ մարդկանց։ Մեր ժողովրդը իմաստուն է, իրանց նման անհեթեթ չի եւ հասկանում է իրականությունը որն է եւ տարբերում է թացը չորից։ Այնպես որ սիրելիներս մի տրվեք այս մանիպուլյացիաներին եւ տեղեկատվական տերորին, այս հիբրիդային պատերազմին եւ կատարեք ձեր ընտրությունը 2026-ին քվեարկելով 16-ին լավերեք սիրում բոլորիդ։ Էլի բռնվեցին։ Կալուգացի օլիգարխի համար ընտրակաշառք բաժանող հերթական ձևիցն է ձերբակալվել։ Մեր ձևով կազմակերպության ղեկավարը այն Ռուսաստանի անձնագրով Ալյոշան, ով փորձում էր իրան ճղելով հայրենասեր ձևանալ։ Վերջինս ապօրինի ծագման միլիոնավոր դոլարները փորձել է օրինականացնել ու որպես ընտրակաշառք բաժանել քաղաքացիներին։ Շուրջ 1400 քաղաքացու ձևականորեն գրանցել է որպես մեր ձևովի աշխատակից, ինչի դիմաց այդ մարդիկ ընդհանրապես գործ պետք է չանեին, պետք է ստանային աշխատավարձ ու մասնակցեին կալուգացի օլիգարխի համար կազմակերպվող հավաքներին ու երթերին ու վերջում բնականաբար քվեարկեին կալուգացի օլիգարխի օգտին։ Այս գործերի շրջանակում շուրջ 500 անձ է արդեն իսկ հարցաքննվել։ Սիրելի ժողովուրդ, սա այն է, ինչի մասին տևական ժամանակ ասում ու խոսում ենք։ Ընտրակաշառք տվող ու վերցնող ցանկացած անձ օրենքի առաջ խստագույնս պատասխան է տալու ու դատվելու է։ Ողջույն հարգելի հայրենակից, ուրեմն Նարեկ Կարապետյանը նախապես ձայնագրված ալիքի տեսանյութն է գցել, թե բա մենք դա սպասում ենք։ Բնականաբար, խոսքը մի միլիարդի մասին է գնում, բա ոչ չսպասեիք։ 80% վերցված կաշառքների 80%-ը ուժեղ Հայաստանի մասին է խոսում։ Անմեղության կանխավարկածը հաշվի առնելով։ Թե բա նախապես վիդեո ենք արել։ Մի հատ վիդեո դու արա, մի հատ էլ թող բանն անի։ Սամվել Կարապետյանն անի։ Սիրելի քաղաքացիներ, վերջին շրջանում մենք անընդհատ լսում ենք ձայնագրությունները, որոնցում երևում է, որ մարդիկ կամ ընտրակաշառք են բաժանում, կամ ընտրակաշառք են ստանում։ Կարծում եմ ավելորդ է ասել, որ ընտրակաշառք տալը կամ ստանալը կամ միջնորդությունը մեր երկրում քրեորեն հետապնդելի արարքներ են։ Ես ուզում եմ խոսել ընտրության գաղտնիության մասին։ Սիրելիներս, ընտրությունը, քվեարկությունը գաղտնի է, եւ սա սկզբունք է, որից չկա շեղում։ Ավելին, քվեարկության գաղտնիությունը ոչ միայն իրավունք է, այլ նաեւ պարտականություն, ինչը նշանակում է, որ քվեարկողը ինքն է պարտավոր գաղտնի պահել իր քվեարկության արդյունքը։ Թե ինչպես եւ ում եք քվեարկել, ոչ մեկի գործը չի։ Չհավատակ այն մարդկանց, ովքեր ձեզ կասեն, որ հնարավորություն ունեն ստուգելու, թե դուք ինչպես եք քվեարկել։ Քվեախցիկում դուք լինելու եք միայնակ եւ որևէ տեսաձայնագրություն, որևէ նկարահանում քվեախցիկում հնարավոր չէ։ Ինչ վերաբերում է ձեր պարտականությանը, ապա պետք է նշեմ առանց վախեցնելու ցանկության, որ քրեորեն հետապնդելի է նաև քվեարկության արդյունքը տեսանկարահանմամբ կամ այլ եղանակով այլ անձանց հասանելի դարձնելը, եթե դա կատարվել է շահադիտական դրդումներով։ Պարզ լեզվով ասած, եթե դուք օրինակ վերցրել եք ընտրակաշառք եւ դրանից հետո ներկայացրել եք այն անձանց, ովքեր որ ձեզ բաժանել են այդ ընտրակաշառքը, ձեր քվեարկության արդյունքը, ապա դուք ենթակա կլինեք քրեական պատասխանատվության։ Ես ձեզ խնդրում եմ, եղեք տեղեկացված, եղեք զգոն, իմացեք ձեր իրավունքները եւ որ ավելի կարեւոր է այս դեպքում ձեր պարտականությունները։ Քվեարկեք այնպես, ինչպես ձեր սիրտն է կամենում։ Այլ եղանակ այս դեպքում չպետք է գործի։ Սիրում եմ բոլորիդ։ Մենք էլ եկանք մեր համատեղ տեսանյութով, նախ լսենք ինչ է ասում։ Ռուսաստանի ասած ուղղակի հետևյալն է։ Ասում են, որ իրենք պատրաստ չեն ֆինանսավորել Հայաստանի ճանապարհը դեպի Եվրամիություն։ Գնացեք որտեղից ուզում եք, ոնց ուզում եք այդ ճանապարհը ֆինանսավորեք։ Սա շատ կոշտ հայտարարություն է եւ ըստ էության վերջնագիր է Հայաստանի համար։ Գյուղատնտեսությունը ոչ թե անկում է ապրելու,
աղետ է լինելու գյուղատնտեսության համար եւ գյուղացիներ պետք է որոշեն։ Հիմա դուք ասում եք ինչ անեն։ Քվերկեն Նիկոլի դեմ։ Ուրեմն տեսեք, Ռոբերտ Քոչարյանը նախ ուղիղ մեղադրանք է ներկայացնում Ռուսաստանի դեմ։ Ըստ էության ասում է վերջնագիր է ներկայացրել, դրանով խոստովանելով, որ մեր արտահանողների արժեվ ցակած խնդիրները իրականում քաղաքական ենթատեքստ ունեն եւ պարզապես ճնշման միջոց են, որպեսզի մենք կատարենք այն կամ շարժվենք այնպես, ինչպես մեզ ասում են։ Սա ինքն է ասում։ Երկրորդ Ռոբերտ Քոչարյանը խոստովանում է, որ ինքը լավագույն լուծումը տեսնում է այդ վերջնագրին համաձայնել, այսինքն խելոքանալ ու լսել, թե մեզ ինչ են ասում։ Եվ երրորդ, պարոն Քոչարյան, ես համոզված եմ, որ այդ խնդիրները մի քանի օրից լուծվելու են, բայց համոզված եղեք, որ անգամ դրանց չլուծվելու պարագայում կառավարությունը բավարար միջոցներ կգտնի իր տնտեսվարողներին աջակցելու համար, կգտնի նաև այդ թվում ձեր եւ ձեր մտերիմների կուտակած ապօրինի կարողությունների հաշվին, դրանք օգտագործելով։ Եվ վերջում, սիրելի բարեկամներ, սա եւս մեկ ապացույց է, թե հունիսի 7-ին ինչու չի կարելի ընտրել Ռոբերտ Քոչարյանին, Սամվել Կարապետյանին եւ Գագիկ Ծառուկյանին, նրանց առաջնորդած քաղաքական ուժերին, որտեղ բոլորը նույն գծի մեջ են։ Լավ եղեք, ամենից շատ տաղ է լինելու։ Վարչապետ, ասեցիք այս շուկաներում պայմանավորվածություններ կան, կասեք, մանրամասնեք որ շուկաներ, Եվրամիություն եւ այլ, այսօր մեզ մի քանի գործարար պատվիրակություններ արդեն աշխատում են եւ արդեն Վարդերի առաջին եւ Բանջարեղենի առաջին խմբականակները դուրս կնեկել, տեղ կհասնեն նոր կասեն թե որ երկրներ եւ ոչ մի ապրանք չի մնալու, ոչ մի ապրանք չի մնալու, ոչ միայն Եվրամիություն։ Ահվում են ուրիշ ուղղությունները։ Մյուսների դեպքում, երբ որ կա անարդարություն, մենք այդ բոլոր դեպքերում աջակցության ծրագրեր կանենք, որպեսզի այն ինչ որ պիտի արտահանվել եւ չի արտահանվել, մենք այդ ապրանքների դեպքում սուբսիդավորման ծրագիր կիրականացնենք, որպեսզի տուժողներ մեր տնտեսության մեջ չլինեն։ Ավելին ասեմ, հիմա մենք ասում չկա չարիք առանց բարիքի։ Շատ արագ նոր արտահանման շուկաների մասին է խոսքը եւ հենց այսօր արդեն մեր մի քանի բիզնես պատվիրակություններ մեկնել են եւ շնորհակալ ենք մեր միջազգային գործընկերներին արագ արձագանքման համար եւ առաջիկայում արդեն մենք կոնկրետ առաջարկներ ունենք Վարդերի գնման հետ կապված, Միրգ Բանջարեղենի գնման հետ կապված։ Երևանցիներ, Երևան քաղաքում այսօրվանից բոլոր մեր հին տրոլեյբուսները փոխարինվել են նորերով, որի առիթով շնորհավորում եմ բոլորիս։ Մի հատ սկանդալային բացահայտում եմ ուզում անեմ, իսկապես սկանդալային, այս նենք իշխանությունը ժողովրդի հարկերով 850 միլիոն դրամով այսպիսի դղյակ արձակել երեխեքի համար Լեռնավան գյուղում։ Տեսեք մի հատ։ Լեռնավանի նորակառույցման կապարտեզն է 0-ից ազգակործան իշխանությունը մի հատ նայեք։ Այս ինչեր են արել։ Քանդում են երկիրը, իսկապես քանդում են, ավերում են երկիրը։ Գոնե այս շենքերը սեփականացնեին, ուտեին, հացի փուռ ու շորի խանութ զարկեն, խելք չունեն էլ այս իշխանությունները իրոք։ Այս խաղաղարաբարակները, որսը գնանք ներս։ Գնանք ներս։ Հեսա, չհասկացա, որ հատվածից ներս մտանք, բայց և այսպես 3 հարկ, նայք մի հատ, 6 խումբ 144 երեխայի համար նախատեսված մանկապարտեզ 0-ից կառուցված, ահա այսպես, շնորհակալություն բոլոր հարկ վճարող քաղաքացիներին։ Ինչ կարծիք ունեք այն քաղաքական ուժի մասին, որոնք կեղծ թեզեր են տարածում ի օգուտ Ադրբեջանի, իբրև 300,000 ադրբեջանցի պետք է գա Հայաստան։ Այդ կուսակցությունները ընդհանրապես Հայաստանում պետք է արգելափակվեն, իմ կարծիքն է դա։
եւ ինձ թվում է դա սուբյեկտիվ կարծիք չի։ Դա դավաճանությունից էլ ավելի վատ բան է նշանակում։ Չեմ կարող ուրիշ բան ավելացնել։ Ստորություն է։ Օրինակ ինչ է կարծում, եթե պարոն Փաշինյանը ընտրվի, չեք կարծում, որ օրինակ 300,000 ադրբեջանցի մուտք կգործի մեր երկիր։ Նայեք, նախ շատ գլոբալ հարց եք տալիս, ես միայն իմ սուբյեկտիվ կարծիքը եթե էլի ասեմ, ես սովետ տեսած մարդ եմ։ Դեռ այն ժամանակներում մենք ադրբեջանցիների հետ ապրել ենք եղբոր նման։ Ես ինքս սովետական բանակում եղել եմ 1 հայ, 2 ադրբեջանցու հետ։ Էլի իմ հետ հայ չի եղել, ապրել ենք եղբոր նման։ Հիմա մենք դարերով թշնամի չպետք է այդ ազգին գալու, չէ՞ ժամանակ, լավ ես արդեն մոտ 60-ի մարդ եմ, բայց երիտասարդ սերունդը հավերժ թշնամիներ ունենալու գաղափարը ինչքանով է ճիշտ։ Մենք այսօրվա դրությամբ դուք ադրբեջանից եք հաստատի նույն Թուրքիայից օգտվող ժողովուրդ ենք, ազգ ենք։ Մեր իմաստեղ ժողովրդի հակու կապը եթե նայենք 50 եւ ավել տոկոս սակնված ենք թուրքական շորերով, հա։ Ինչա ջայլամի քաղաքականությունը ինչքանով է ճիշտ, ապրում ենք իրենց արտադրությամբ, բայց արտակնապես ցույց ենք տալի թե մեզ թշնամի ազգեր, կյանքը առաջ է գնում։ Մենք պետք է առաջ գնանք, պետք է այո քաղաքակիրթ երկրներ միանանք, դրանցից պետք է սովորենք, մերը պետք է տանք, արդեն զենք արտադրող երկիր ենք դառը։ Ինչի մասն է խոսքը։ Մեր ազգի տականքը ամեն քայլ, ամեն հնարավորություն ստեղծում է, որպեսզի վարկաբեկվի։ Ո՞վ է մեր ազգի տականքը։ Դուք չգիտեք, արտադիրը բարձրաձայն է։ Վարչապետը շատ պարզ ասում է, 3 գլխանի դևերը։ Շատ պարզ ասում, միթե կարելի է անձնական շահերի համար, անձնական գործերի համար ազգին տանել պառակման կամ նույնիսկ դավաճանության։ Հնարավոր է տես բան։ Ես չեմ կարծում։